Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 գրակոց։ Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ 3 արկ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ 10 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Նախագահ Բակո Սահակյանին դիմավորել են բնիկ առաջամուխցիները, նրանք ովքեր ծնվել ու մեծանում են Հադրութի շրջանի երիտասարդ այս բնակավայրում։ Գյուղում կրկին հաճելի արարողություն էր, ավարտվել է 6 բնակարանի շինարարությունը, ծրագիրն իրագործվել է կառավարության Թուֆենկյան հիմնադրամի և Արցախֆոնդ կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի համաֆինանսավորմամբ։ Այս տարածքը ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն, մնացյալ գյուղերի հետ է գտնվում, առաջնակիցի մոտ է նաև մեր զորանոցներին եւ այստեղի բնակիչները այդ առումով իրենց այս շրջանի այս գյուղի աճեցմամբ, զարգացմամբ նաև նպաստում են այս գիծի բանուգությանը, աշխատունակությանը զորանոցների հետ եւ մյուս գյուղերի հետ։ Առաջամուղում ամեն ինչ նորակառույց է։ Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով գյուղը հիմնադրվել է 2004-ին։ Նորակառույց բնակարանների բանալիները գյուղի նոր բնակիչները ստացել են այնպիսի հայտնի հայերից, ինչպիսիք են երգիչ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Ատոմե Գոյանն ու ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանը։ Երկրի ղեկավարը շրջել ու անձամբ ծանոթացել է բնակարաններում ստեղծված պայմաններին։ Մարատ ու Սիլվա Ստեփանյաններն օրինակ երկար տարիներ ապրել են վարձած բնակարանում, հիմա ունեն իրենց օջախը, որոշել են առաջին հերթին այգի են տնկելու։ Լավ է, ոչինչ, դեռ մի սենյակի մեջ են 7 հոգի, ստեղ արդեն լավ է։ Որոշել եմ, ամեն ինչ տնկել եմ, սիրալիս բռնած ամեն ինչ։ Բնակարանամուտի առթիվ նորակառույցների բնակիչները նաև նոր սառնարան, հեռուստացույց և լվացքի մեքենա կունենան։ Նվերն առաջիկայում հասցեատերերին կհանձնեն կառավարության անդամները, բայց այսքանով գյուղում անելիքները չեն ավարտվում։ Առաջամուղը ծաղկում է զգալի տեմպերով և դպրոցը կցակառույցի կարիք ունի։ Ծրագրի հովանավորը պատրաստակամություն է հայտնել հենց տեղում։ Արցախֆոնդ կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղն առաջիկա տարիներին նպատակ ունի կրկնապատկել համայնքի բնակելի տների թիվը։ The goal of the mission of the Artsakh Fund in Eastern USA is to finish the master plan of the Arajamukh village. Գյուղի ընդհանուր նախագիծը ներառում է 50 տուն, 19 ունեինք, 6-ի շինարարությունն ավարտեցինք և պետք է ևս 25 բնակարան կառուցենք։ Հիմա ամենագլխավորը դպրոցում հավելյալ 4 դասարան ավելացնելու ծրագիրն է և բուժկետի կառուցումը, սա է մեր նպատակը։ Հադրութի շրջանի առաջամուղ գյուղը համեմատաբար մոտ է առաջնագծին և հովանավորների խոսքերով սա սահմանապահ համայնք է, իսկ սահմանում այսօր հերթապահում են իրադարձությունների ցանկացած շրջադարձի հաշվառումով։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ, ծանոթացել զինծառայողների առօրյային և իրավիճակին։ Լավագույն դիրքապահները կրկին երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում էին։ Նվերն էլ բարեխիղճ ծառայության համար է։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտը Մոսկվայում հայտարարվեց ռազմական ակտիվ գործողությունների 4 օրն ապացուցեց, որ կողմերի դիրքորոշումները 1994 թվականից ի վեր չեն փոխվել։ Ադրբեջանը փորձելու է ցանկացած հնարավոր դեպքում հակամարտության լուծումը ռազմական հարթություն տեղափոխել։ Արցախն էլ ամեն գնով պաշտպանվելու է, ունենալով Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության աջակցությունը։ Մեր ժողովրդի համար անկախ պետականությունը բացառիկ արժեք է, եւ Մայր Հայաստանը, եւ Արցախը և Սփյուռքը պատրաստ են պահպանել մեր անկախ պետականությունը, պաշտպանել այն։ Պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայությունը միասնական է եւ հաստատակամ է, անկախ ամեն ինչից, անկախ բոլոր արկա դժվարություններից։ Բաքուն հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակիցը չդարձավ, բայց հասկացավ այսօր դա հնարավոր չէ։ Պատերազմը սկսելուց 4 օր անց Մոսկվայում էր նրա ներկայացուցիչը հրադադարի մասին պայմանավորվելու համար։ Չնայած նրան, որ Ադրբեջանը նյութական առումով եւ քանակական առումով գերազանցում է մեզ, բայց դա բավարար չէ, որպեսզի հասնի ուրեմն հաղթանակի։
Ապրիլյան պատերազմը ոչինչ չփոխեց հակամարտության ձևաչափում, հավանաբար նաև Բաքվի նկարտումները իմանալով, միջնորդները ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ կարգավորման գործընթացի հիմքում մնում են 1994-95 թվականներին ստորագրված եռակողմ փաստաթղթերը Երևանի, Ստեփանակերտի եւ Բաքվի մասնակցությամբ։ Դավիթ Բաբայանը դա ընդունում է որպես բանակցությունների ամբողջական ձևաչափը վերականգնելուն ուղղված քայլ։ Պատահական չէ այս համատեքստում, որ մի շարք կարևոր հայտարարություններ են ուրեմն հնչել համանախագահ ու երկրների ղեկավարությունից, որտեղ բացեիբաց փաստորեն ընդգծվում է, որ առանց Արցախի հնարավոր չէ հարցը կարգավորել։ Փաստորեն սա մի հայտ է, որպեսզի ապագայում վերականգնի լիարժեք ձևաչափը։ Երբ է դա տեղի ունենալու, դժվար է ասել, բայց այն, որ այն պետք է անպայման տեղի ունենա, սա փաստ է։ Ռազմական առումով ոչինչ չփոխելով, ապրիլյան պատերազմը լուրջ հարված էր հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար։ Այս պահին օրակարգում ոչ թե բանակցությունների բովանդակությունն է, այլ պարզապես բանակցությունների համար պայմանների ապահովումը։ Դրա անհրաժեշտության մասին հայկական կողմերը բազմիցս հայտարարել էին նաև մինչև ապրիլյան պատերազմը։ Միջազգային հանրությունը ներկայացնող միջնորդները այդ համոզմանը եկան պատերազմից հետո։ Հիմնական շեշտը այսուհետ եւս դրվելու է խաղաղության եւ կայունության պահպանմանը, բայց նոր որակներ է հաղորդել այս պատերազմը այդ գերխնդրին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ուրեմն հատուկ երկու այսպես գագաթնաժողովների ժամանակ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում կարևորվել է, որպեսզի մեխանիզմներ մշակվեն եւ ներդնվեն խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ, այսինքն զինադատարի այսպես վերահսկման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Մինչ այդ նման մոտեցում չի եղել, եղել են կարծիքներ։ Այս զարգացումների հաշվարկով Ստեփանակերտի ներկայացուցիչը հակամարտության կարգավորման գործընթացում էական տեղաշարժ մոտ ապագայում չի կանխատեսում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմերը հիմնավորված թերահավատություն ունեն, արդյոք Ադրբեջանի այսօրվա իշխանության հետ հնարավոր կլինի խաղաղության հասնել։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր